Ողջույն հրամանատար։ Ողջույն։ Հրամանատար, մեր հաղորդաշարը իրավունք եւ պահանջատիրություն շրջանակներում է եւ մենք այսօր մի քիչ գնալու ենք մեր Արցախյան շարժման ակունքներ եւ բավականին հարցեր կան, նախորդ արդեն մենք եթերից մեկ օր առաջ տեղեկացնում ենք մեր հետևորդներին եւ բավականին հարցեր կան, մենակ այդ հարցերին որ անդրադառնանք մեր եթերի ժամանակը կսպառվի, բայց ես մի խնդրանք ունեմ ձեզ, որ դուք որոշակի համառոտ ձևով նկարագրեք, ներկայացնեք ձեր եւ Իգոր Մուրադյանի ինչպես եք ծանոթացել, ինչպես եք համագործակցել եւ ձեր եւ Վարուժան Ավետիսյանի համագործակցությունը երբ է սկսվել, ինչ պայմաններում, ես ուզում եմ որ հանրությունը տեղեկանա իսկապես ազգային շարժման ակունքներին եւ ես նոր մինչեւ մեր եթերը սկսելը մեր այսօրվա նիստներ եւ նիստի ժամանակ ես ասացի օրինակ Իգոր Մուրադյանի մասին գրեթե ամբողջությամբ պատկերացում ունի այսօր ազգային ժողովրդական բևեռը կամ ստացնածռերը, որովհետեւ ռուս-թուրքական այդ բոլշևիկյան համակարգը շարժումից դուրս մղեց Իգոր Մուրադյանին եւ մենք գիտենք ում բերեցին եւ այդ շարժումը ինչ հանգրվանի հասավ։ Եվ խնդրում եմ այս պահին դուք ներկայացնեք երբ եւ ինչպես սկսվեց ձեր համագործակցությունը Իգոր Մուրադյանի, զուգահեռաբար նաեւ Վարուժան Ավետիսյանի հետ։ Հատ լավ, ինձ հետ տարիներ առաջ 90 թվականին ես եղել եմ Հայաստան եւ հենց առաջի շաբաթներում էլ ինչքան հիշում եմ ծանոթացել եմ Իգոր Մուրադյանին։ Իգոր Մուրադյանը արդեն հայտնի դեմք էր, միջայլոց նաեւ ցեզ ասեմ, որ մենք Սպիրկից ճանաչում ենք, այս մեր սերունդը առնվազն Դաշնակցության թրոշակ ամսագիրը գարտացող մարդիկ Իգորի հոդվածաշարքը հիշում ենք։ Ես հիշում եմ, եթե չեմ սխալվում, 86-87-ից նա տպվում էր թրոշակ ամսագրում, պատկերացրեք Դագավին 88 շարժում չէր սկսել։ 88-յան շարժումը չէր սկսել, այդ ժամանակվանից որպես փայլուն միտք մենք որպես երիտասարդություն նա տպավորել էր, բնականաբար նաև որպես Հայաստանից, երիտասարդ մտավորականի հոդվածաշարքը մեր համար բաներ, սպասում էինք ամեն ամիս նոր հոդվածներ գարտալու։ 90 թվական հուլիսին ես եկել եմ Հայաստան, ինչքան հիշում եմ շաբաթներ անց ծանոթացել եմ։ Հայաստանում Դաշնակցությունը հիմնականում երկու գազագերբությունների հիման վրա ձևավորվեց, սկիզբը իբրև թե ընդհատակ, իբրև թե կարևոր է, որտեվ բարձր որ ամեն ինչ վերահսկվում էր համագարկի կողմից, այդ ավելի շատ այդ խորհրդապահական վիճակ ստեղծելու համար հավանաբար ղեկավարությունը որդեգրել էին ընդհատակ հասկացողությունը։ Դաշնակցությունը միջև բացահայտվելը հիմնականում 89-90 աստորեն կործել է ընդհատակ 90-ին բացահայտվեց, եթե չեմ սխալվում, օգոստոս 8-ին ես մասնակցել եմ այդ առաջի հրապարակային միջոցառմանը, օպերայում տեղի ունեցավ։ Ուրեմն երկու գազագերբություն, Մեխա Կապրելյանի գազագերբությունը կար, ՀԱԳ էր կոչվում, եւ Իգոր Մուրադյանի միացում գազագերբությունը։ Այս երկու խմբավորման շրջանակներում համախմբված հայրենասեր մարդիկ էին, որոնց մի մասը երկար տարիներ նաև սովետական միության ժամանակ իր քաղաքական ինքնուրույն հայացքներ ունեցել են, հալածվել են եւ այլն։ Իգորը նաև կարճ ժամանակում եղել է Դաշնակցության շարքերի անդամ, գիտեիք։ Չէ։ Չգիտեի։ Այո։ Ես չգիտեի 86 թվականներից ինքն արդեն ակտիվ է եղել։
Ես դե նոր դեզանից հասա։ Նայներ որ իր հոդվածները 86-87 դակավին սովետ է։ Բայց դիտում ենք այդ բան Գլասնոսյան Պերեստրոյկայի ժամանակներն էին, թուլացել էր բավական։ Ուրեմն նա շատ կարճ ժամանակ, եթե չեմ սխալվում, նույնիսկ կարող է 1-2 տարի դեվել է նրա գուսակցական լինելը դաշնակցության։ Եվ ես նույնիսկ նրա որ որոշումը արել էր գուսակցությունից դուրս գալու, էլի պիտի որ 90 թվականը լինի, 90-ի աշուն։ Ես նաև ներկայ եմ եղել նրա եւ Հրայր Մարուխյանի հանդիպմանը։ Ես այդ ժամանակ որպես երիտասարդ ուղեկցում էինք Հրայր Մարուխյանին։ Ես եւ մի իրանահայեր հանդիպումը Հրազդան հյուրանոցում էր։ Ես հիշում եմ Իգորը Հրայրը ոնց էր փորձում համոզել Հրայր Մարուխյանը ոնց էր փորձում համոզել Իգորին, որ բեք չի հիմա դուրս գա շարքերի ճիշտ չի եւ այլն։ Անշուշտ այդ կարճ ժամանակում Իգորը մի բան արեց, այսպես ասել, խորհուրդ լսեց, բայց ավելի ինչքան հիշում եմ հավանաբար ամիսներ հետո շնորհական որոշեց դուրս գալ։ Անշուշտ այդ ժամանակ ես այդ նրբություններին ծանոթ չէի։ Չէի խորացել, ես ավելի շատ Հայաստանում զբաղվում էի չոք պատրաստելով, պատերազմի էինք պատրաստվում, իմ գործառույթը ավելի շատ այդ ոլորտում էր։ Հետո տարիներ հետո որ շրջվում ես ու նայում ես ինչ է կատարվել, անշուշտ սկսում ես շատ բան։ Ուզում պաստորեն Իգորին ես շուտ եմ ճանաչել եւ 91 թվականին Իգորը հազվադեպ նաև պատգամավոր միաժամանակ պատգամավոր էր Իգոր Մուրադյանը, հիշում եք։ Հազվադեպ պատգամավորներից էր, որ Շահումյանի թեժ օրերին Քեդաշյան, Մարտունաշյան, Շահումյան, դա 91 թվի մասին է խոսքը, 90-91, այս դեպքում 91, ես 91 թվին մեկնել ենք Չոկադով հասնելու Քեդաշյանի ապրիլի 30-ին ենք 91-ին ուղղաթիռով գրչել նպատակայիններով պիտի հասնեինք օգնության իբրև թե, բայց փոխանակ Քեդաշեն հասնելու արդեն օդում իմացանք, որ Քեդաշյանը ընկել էր, մենք այդ կալցի օպերացիայի ժամանակներն է։ Գյուլիստան վայրեջ կատարեցինք Շահումյան, հայտնի Գյուլիստան գյուղը, Շահին Մեղրյանենց գյուղը։ Ես ասում եմ հազվադեպ պատգամավորներից էր, որ առաջիկից լինում էր, գնում էր ճոգատների հետ միասին, ապրում էր, ոգևորում էր, այնտեղ փորձում էր իր գաբերով, որը պատգամավոր լինելով, դակավին սովետն է, հա, ինչ այլոց։ Դակավին 1 սեպտեմբեր 21 չկա, դակավին սովետ։ Գաբերը, մոսկովյան պատգամավորական գաբերը, ծանոթությունները փորձում էր օգտագործել առաջի գծում, ասենք լարումը իջեցնելու, ռուսական զորքի հետ ինչ որ գաբերի դուրս գալու, հանգստացնելու եւ այլն։ Այդ ժամանակ իբրև թե ռուսները հայերի եւ ադրբեջանցիների հանգստացնելու նպատակով էին գտնվում այնտեղ, սակայն արդեն կոլցի օպերացիայում ամեն ինչ բարձ էր, ես ինչու հիշեցի այս ամեն ինչը, որովհետեւ մենք որ գնացինք, չկարողացանք հասնել Քեդաշեն, Իգորը Քեդաշենում է եղել այդ ժամանակ, ինքը դղերքի հետ ճոգադով ոտով դուրս էին եկել։ Մի քանի օր տևեցին մինչև հասնեն Շահումյան, մենք դիմավորողների մեջ էինք։ Այնտեղ շփվել եմ ավելի մոտիկից Իգորի հետ, հավանաբար մի 10-15 օր մի դան հարգում ապրելով, որտեվ նաև բարբերաբար մենք մեր դեղերը փոխում էինք, ռուսները բարբերաբար գալիս էին խոզարգության եւ այլն։ Ես հիմա այլ բակագծեր չբացեմ, հիմա ադրբեջանցիներին նոր թեմա չտանք այս օրերին, որ զուգահեռ հասկանալի։ Թեմականացում է գնում Բաքվում։ Խոսքով, որպես ինչպես ասեցի, դպավորել է ոչ միայն ինձ, շատերիս, որպես նվիրյալ մարդ,
զինվորի գողքին հավասար է հավասար, հագարակ նրան, որ ինքը այդ ժամանակ ղեկավար թիրքերում է եղել, եւ շատ սրտցավ անձնավորություն է եղել, ել չեմ ասում իր գաղափարական առանձնահատկությունները, իր վերլուծական ունակությունը, հնարավորությունները մի խոսքով։ Անշուշտ դարիները անցնում էր, դարի ավելի շատ ես գնահատում, մանավանդ երբ որ արդեն ֆիզիկապես մեզնից հեռու է, շատ ավելի հասկանում ես ինչպիսի արժեք այսօր չգտնվում մեր կողքին։ Այո։ Շնորհակալություն։ Տեսեք, ես հարց ուղղեցի, որ մեր հետևողները տեղեկանան, բանս բարձր բաներ կար, որ ես էլ չգիտեի, ես էլ տեղեկացա, եւ մեր Վարուժան Ավետիսյանի հետ ինչպես սկսեց։ Մենք 2000 թվական 2009 հավանաբար 2009 10 Սարդարապատ շարժման նախաձեռնության ժամանակաշրջանն է։ Վարուժան Ավետիսյանը ծառայության մեջ էր։ Նրան ծանոթացել եմ այդ ժամանակներին ընկերներ ուներ, որ ինձ ճանաչում էին, ընկերների միջոցով մի օր հանդիպեցինք, նա հարցեր ուներ մեր շարժման հետ կապված, այդ հարցերի պատասխանները լսելու համար այդ հանդիպումը տեղի ունեցավ, ես չասեմ իր ընկերներով ովքեր էին, այսօր նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Դրանցից մեկը, անշուշտ, մյուսը դակավին մեր հետ միասին պայքարում ենք։ Հանդիպման նպատակը ուզում էր իր հարցերի պատասխանները ստանալ, ինչքան հիշում եմ 2-3 ժամ զրույց ենք ունեցել, դրանից կարճ ժամանակ հետո մի օր առանցին մոտեցավ եւ իր պատրաստականությունը հայտնեց ամեն ինչով օժանդակելու մեր նախաձեռնությանը, Սարդարապատ շարժման նախաձեռնությանը, հակառակ նրան, որ ես ասում եի, որ հիմա ծառայության մեջ ես, հիմա որ գնում գալիս ես մեր գրասենյակ, ամեն ինչ ֆիքսվում է, ինքը ասում է, չի դարքում, այնտեղ էլ գիտեն, ես ով եմ եւ այլն, դա իմ խնդիրն է, ասի դու գիտես։ Եվ դենց սկսեց մեր գործակցությունը, բնականաբար մինչև որոշ ժամանակ հետո արդեն ինքը ներգրավեց նախաձեռնող խմբի մեջ, ոչ հրապարակային, այսինքն դե ֆակտո խմբի մաս էր, բայց դե յուրե ոչ, հայտնի պատճառներով, որտեղ քանի որ ծառայության մեջ էր, չէր կարող միաժամանակ հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Եվ պատկերացրեք Վարուժանի գիտելիքները եւ իր այսպես ասած այդ կարևորագույն ուղղություններով ըստ առաջնահերթությունների աշխատանքների կարգավորումը, կազմակերպումը, ցև աշխատանքը, ծանր բերը արդեն վերցրեց իր վրա եւ գնացինք առաջ եւ ինչեւ այսօր շարունակվում է։ Եվ հետաքրքիրն այն էր, որ այսա հիմա հիշեցի, ուրեմն միջև մեր հանդիպումը հարցեր, որ ինքը ունեցել էր եւ ուզում էր մոտիկից ծանոթանալ, մենք առաջի անգամ ֆիզիկապես իրար բարևել ենք, ես բանդից նոր դուրս եմ եկել, այդ ժամանակ հայտնի մարտի 1-ից հետո ժամանակներն է, 2008 հուլիս ամիսն է, հերթական ժողովրդային հավաքը կար, ես մասնակցում էի, ինքն էլ դարազով եկել էր մասնակցում էր, այնտեղ ծանոթացանք իրար միջնորդ ընկերներով, այդտեղ պայմանավորվեցինք, որ մի օր պետք է հանդիպենք, խոսենք, ես հիշեցի։ Այսինքն արդեն առաջի հայացքից ես հասկացա, որ ձուր մարդու հետ այո։ Երբ դարազով եկել էր մասնակցում էր ընդդիմության, այսինքն կարևոր չէր այս դեպքում մարտի 1-ից հետո ով է ընդդիմությունը առաջնորդում ինչ կապներ, որտեղ մարտի 1-ից հետո արժանապատվության խնդիր էր,
ժողովրդի վրա գրագել էին եւ շատեր արժանապատվություն ունեցող մարդիկ անկախ հայացքներից դուրս են եկել փողոց։ Այդտեղ են ֆիզիկապես առաջի անգամ իրար դասել, հետո ինչպես ասեցի, մնացածը շարունակություններ։ Մենք այսօր նման բարձրաստիճան զինվորական չունենք, չէ՞, Վարուժանի պես, որ լինելով բարձրաստիճան զինվորական ծառայության մեջ, այսինքն իշխանության կողմից ներկայացուցիչ, բայց իշխանության դեմ ընվզի, իշխանության վարած քաղաքականության երբեք չի եղել։ 20 տարի ես բայկարի մեջ եմ, չի եղել, այդպիսի օրինակ չկա։ Առողջություն ցանկանանք եւ շուտապույտ ազատում Ավելին մեր Վարուժանը եւ բոլոր ծառերին։ Արժան երբ որ թոշակի ժամանակաշրջանը եկավ, նա արդեն որոշեց թոշակի դուրս գալ, հակառակ նրան, որ ուներ հնարավորություն մնալու ավելին նրան կարելի է ասել փորձում էին նույնիսկ կաշառել խոստանալով շատ ավելի մեծ աշխատավարձ է, այսպես ասած, հիշում եմ այդ օրերին։ Մենակ ձեր շարժմանը չմիանա։ Ծառայությունից դուրս չի գա։ Չէ, մեր ծառայությունից դուրս չի գա։ Նա որ նաև ինքը որպես մասնակետ հակառակ նրան, որ հայացներով այնտեղ չէր համապատասխանում, քանի որ հadoop որագի մասնակետ էր կարելի ասել, այնտեղ հասկանում էին, որ Վարուժանը պետք է մնա բանակում, անկախ ամեն ինչից, բայց նա արդեն կարծես թե հոգնել էր այդ ջայիջից, ես պատկերացնում եմ դարիներ շարունակ այդ նեխած շտաբները, գեներալիտետը եւ այլն, նա չհամաձայնվեց եւ դուրս եկավ ծառայությունից։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան։ Պարոն Սեֆիլյան, մեզ հարցողը դեր քանի որ խորհրդի անդամներից խոսք գնաց, մեզ այսպեսի հարց են ուղղել, ասում է այս պահին խորհուրդը քանի անդամից է բաղկացած, մեր հարց տվողն է, ինքը ասում է ես մի քանի հոգն եմ անդադ ակտիվ տեսնում եմ եւ հետաքրքրում է իրեն խորհուրդը քանի հոգուց է այս պահին բաղկացած եւ ովքեր են անուն ազգանուններով, հա, եթե կարելի է։ Բարձ է, նախ Վարուժանը, որ երկրորդ անգամ ձերբակալվեց եւ կալանավորվեց, խորհրդի անդամ, այսօր Փանդում, Արաբաբյանն է, Կարեկին Չուկասյանն է, Վահե Կասպարյանն է, Գարո Եղնուկյանն է, Գյուրեղյան Արմենակն է, Եղիշե Պետրոսյանն է, ուրիշում մոռացանք։ Թվարկեցինք բոլորին։ Ձեզ չթվարկեցիք հրամանատար։ Բնականաբար ես։ Այսինքն մենք սկզբնական շրջանում 10-12-ն էին, հիմա Ես սկզբնական շրջանում մոտ նա այդ ժամանակ սկիզբը որը սկսել ենք հավանաբար 7-9 եղել ենք, կարճ ժամանակ հավանաբար 10-ի հասել ենք, հետո տենց աստորեն այսօր 8 հոգի ենք։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Սեֆիլյան, մենք հարց մեզ մի բարեխիղճ հետևորդ կա մեր YouTube-յան ալիքները, թե Սասնացրերի, թե Բևերի, թե Ամերիկայի, անգամ իմ ալիքը ինքը այսպես մի Լիանա Վարյանովա, այսպես անազգանով մենք ունկնդիր ունենք, ով իսկապես անդադ հետևում է մեր բոլոր եթերներին, եւ ինքը հարց է ուղղել, ես ճիշտ ասած այդ հարցը եւ պարոն Պապյանին է ուղղել եւ Եղիշե Պետրոսյանին պարոն ուղղել է, ինձ էլ է ուղղել իմ առանձին եթերներով, ձեզ էլ է ուղղել, հա, դուք ծանոթ եք հարցը, ձեզ լույսի բանակին է վերաբերվում, էլի։ Հիմա ինքը շատ է կարևորում, ես չգիտեմ, ինքը այսպեսի հարց է տալիս, ասվել լույսի բանակը, որ ամսի 12-ին պետք է 70,000 մարդ բերի հրապարակ, կաջակցեք, թե չէ։ Այս մեր այս ունկնդիրը բան է անում, անդադ այս հարց ուղում է, ասում է, այս հարց տվել են, հիմա ազատության հրապարակում այս մարդը նախկիններին դեմ է, ներկինաներին դեմ է, ոնց որ մենք իբր, դուք կաջակցեք, որ այս մարդը այդքան 70,000 մարդ ապահովի հրապարակում,
Գոնե մեկ հարցի շուրջ կհամագործակցեց այդ մարդու հետ։ Օրինակ, ինչ հա, իմիջիայլոց ասեմ, մեկ ուրիշ հարց տվողել, այս հարցի հետ կապված է, ասում եմ, այս ուղղակի կհիշեք խնդրում եմ, ասում եմ Հովիկ Աղազարյանը, նա ուրիշ արդեն հարց տվող է, ասում օրերս հայտարարություն արեց, որ մի քանի օրից բանը իշխանությունները հեռանալու են։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ասում եմ, դուք կապ տեսնում եք այս բանի Լուիսի բանակի ակտիվացման եւ Հովիկ Աղազարյանի հարցադրման մեջ, եթե տեսնում եք, խնդրում եմ ասեք։ Այս հարցը էստես կոմպակտ էլի միանգամից, եթե կարելի է։ Կապ չեմ տեսնում, իսկ ինչ վերաբերում է 70,000-ին, ես շատ գուրախանամ, որևէ մի երդասարդ կարողանա այսօր 70,000 մարդ համախմբել, շատ գուրախանանք, բայց լուրջ չի էլի, ժողովուրդ ջան, այսինքն ես զարմանում եմ շատեր։ Երկու օր մնաց։ Ինչպես։ Երկու օր մնաց։ Չէ, դա չի, զարմանում եմ մեր ժողովրդի հայրենասեր մարդիկ, որոնք հետևում են հայրենիքում ինչ է կատարվում, հասկանում եմ այդ սրտացավությունը բանը մի քիչ մարդկանց խլացնում է, գուրացնում է։ Այսօր Հայաստանում 70,000 մարդ հավաքել, գիտեք դա ինչ է։ Այսինքն երբ որ արդեն այդ թիվը լսում է, ուրեմն պիտի շատ լուրջ չընդունել այդ ամեն ինչը, բայց միաժամանակ չխանգարել եւ հուսալ, որ այդ մարդիկ իրոք ինչ ասում են կարողանան անել եւ միայն գուրախանանք։ Իսկ ինչ վերաբերում է անցամբ այս նախաձեռնությանը Լուիսի բանակի նոր չեն այդ երդասարտները, որ փորձում են այսպիսի քայլեր կատարել, էլի դարի առաջ փորձել են, 2 տարի առաջ փորձել են, բայց կարծես թե ոչ ոք չի նկատել այդ փորձերը, մեծամասամբ չեն նկատել։ Հիմա հերթական փորձն է։ Ես հիմա ունեմ իմ անձնական կարծիքը եւ ունեմ նաեւ դեղեցություն ինչեր է անցնում դառնում առհասարակ մեր երկրեն ներս, բայց այժմ բաղազեր չեմ բացի։ Գիտեք ցավը որն է։ Հիմա մեր այսպես եւ զրուցենք եւ հաջորդ հաստվողի խոսքը բերում ինչպես ասում են։ Հա, օրինակ իհարկե հակագծել կարիք չկա բացել, որովհետեւ ես այնպես եմ տպավորված, որ բոլորը մեր դեմ են աշխատում։ Բոլորը։ Այսինքն քաղաքական ուժերը, ոչ թե անհատներ կան, որոնք մենք կորձում ենք դակավին օկուպացիոն համագարկի ժամանակներում, չէ՞։ Օրինակ, լավ ասեցիք, օրինակ օկուպացիոն համակարգի, ասենք, տարածքում, եթե մեկը 70,000 մարդ կբերի փողոց, ուրեմն օկուպանտը աջակցել է իրեն, չէ՞։ Բայց նախ Յորջան, մենք էլ անլրջանում ենք էլ այդ թիվը ասելով։ Իհարկե։ Առաջարկում եմ այլևս ասենք կարող է, ասենք Գազպրոմը, էլեկտրոցանցերը, Ծառուկյան Գագիկը իր աշխատողներով, Սամվել Ալեքսանյանը իր աշխատողներին բերի, Խաչատուր Սուքիասյանն իր աշխատողներին, ասենք այդ օլիգարխները, հավաքեն այդ 70,000 կարող է դզվի։ Այդ մարդիկ ում համար կարող են մարդ բերել։ Կբերեն նախկինների եւ ներկաների համար։ Վերջ։ Դրա համար հիմա ես չեմ ուզում նախորոք ես չէի կարող այդ հարցը հայտնել այլ ծև չմեկնաբանվելու պատճառով կանցնի կգնա, բայց նորից եմ ասում, որ որևէ նոր նախաձեռնության, առավել եւս երդասարտների եւ ազգային, այսպես թրոշի ներքո քայլեր են ուզում կատարեմ, այդ մարդիկ եթե հաջող են, մենք միայն ուրախանանք եւ օգնողի թերում գտնենք։ Խնդրեմ։ Հիմա մեզ մեկ այլ օգտատեր այսպեսի մի Էլեն Վար, այսպես է ինքը գրանցված YouTube-ում, ասում է ես մեծ կոլեկտիվում եմ աշխատում եւ ես նկատում եմ, որ գործող իշխանության ռեյտինգը ընկել է, հա, բայց ասում է այդ աշխարհքաղաքական կենտրոնները տեսնում են, որ այս իշխանությունների ռեյտինգը ընկել է, բայց ձեզ էլ չեն նկատում, ինչի, ասենք, ձեզ ինչու չեն օգնում բերեն իշխանության, եթե սրանց ռեյտինգն ընկել է, ինչու են սրանց պահում, իր պատկերացմամբ, այսինքն Ռուսաստանը, եթե սրանք ընկել են, պետք է ինչ-որ մեկին բերի, ու մեզ պետք է բերի, երևի, կամ ընդհանրապես արևմուտքին կարող է ինքը նաև նկատի ունի, եւ ասում է ձեր աշխատանքը ավելի շատ դրսում է, քան ներսում, երևի ներսում մարդիկ ձեզ չեն ճանաչում։ Ես ուզում եմ
որ դուք անդրադառնաք այս մեր աշխատանքը մենակ դրսում է ինչի, որ այս մարդիկ չեն տեսնում, ներսում մեր շուրջօրյա նստածույցեր էին կազմակերպում, հավաքներ, այդ ազգային անվտանգության զորքերը գալիս էին, քաշքշում, կալանավորում, տանում էին, մարդիկ ո՞նց են մոռացել այս երևույթները։ Մենք բնականաբար մեր բայկարը շարունակում ենք, մերթ ընդ մերթ մեր ակտիվությունը զարգանում է, թուլանում է, դա ըստ մեր հնարավորությունների եւ ժամանակների անհրաժեշտության։ Երկու ճակատով էլ բայկարը շարունակում ենք, տեսնողը տեսնում է։ Ինչ վերաբերում է մեզ նկատում են թե չէ, մենք բոլորս հասկանում ենք, մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ մեր նման առավել եւս չկայացած պետություններում փոփոխությունները, իշխանափոխությունները միայն տվյալ երկրում այս դեպքում Հայաստանում չէ որ որոշում է։ Սա փաստ է, ցավալի փաստ է։ Այո, աշխարհակահաղական այստեղի գլխավոր խաղացողների, այսպես ասած, կոնսենսուսի արդյունքում է լինում փոփոխություն այստեղ, ինչպես որ 18 թվականին տեղի ունեցավ։ Իմ կարծիքով այժմ նման ժամանակների շեմին ենք մենք, բայց դակավին հստակեցում չկա, թե երբ պիտի լինի եւ ինչպես, որովհետեւ գիտեք ինչ, այդպիսի բաներ որ պլանավորվում է, գաղտնի չի մնում։ Ինչ ցևերով տեղեկություններ դեղ ասում, զորօրինակ մենք 18 թվականին փանդում լինելով պատկերացրեք ես 18 թվական փետրվարին ունեցել ենք տեղեկություն, որ ինչ որ առաջիկա մեկ մեջ ինչեր է լինելու։ Պանդում ենք այդ ինֆորմացիան դեղ ասել։ Կուզեմ ասել վստահաբար կիմանանք, միանգամից անակնկալ չի լինելու դա։ Բայց այժմ այդ օրակարգը չի երևում փոփոխության։ Ես հասկանում եմ, որ ժամանակները շատ նման են փոփոխության շեմի ժամանակներին, բայց օրակարգը նրանց փոփոխության գործնականությունը շատ չի երևում։ Բավականաբար նաև պատճառը այս Թրամփյան խառնակ աշխարհակահաղական ժամանակներն են, տեսնում ենք, չէ՞, օրը մեջ ինչպիսի վիճակ է։ Եվ բնականաբար օգտվում է այս ամեն ինչից Փաշինյան կոչեցյալը հերթական անգամ իր իշխանությունը երկարացկելու, բայց ինչպես ասացիք, քեդինը նա հաստացի գործրել է, սակայն եթե շարունակվի երկար այս խառնակ վիճակը, ես չեմ կարծում, որ այսպես անորոշ շատ երկար կարող է շարունակվել, բայց եթե շարունակվի, նա կօգտագործի այդ հանգամանքը եւ կարողանա իր իշխանությունը բահել։ Եվ նույնիսկ եթե այսօր նա արտահերթ ընտրություններ կազմակերպի, նա շագերտավոր հաջողություն կունենա, պատկերացրեք, ինչպես որ Գյումրիում շատեր կարծում են, որ ԿՊ-ն ցախողել է, դա ցախողություն չի։ Գյումրին, այսինքն փաստացի մենք գիտենք, որ մեծ հաշվով ընտրություն տեղի չի ունեցել, ինչպիսի ջնշումներով, գաշներով, խախտումներով, գիտենք, ինչպես են կազմակերպվում ընտրություններ, դա ընտրություն գոչել մեկ չի, բայց աշխարհը լռում է եւ իրենք դառնում են այսպես ընտրված իբրև ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ եւ աշխարհը աշխատում է դրանց հետ։ Այս իմաստով Գյումրիի դեպքը բան է, հա, իրենք Գյումրին որ հայտնի է իր ինտիմատիր հայացքներով քաղաք, նրանք 36% որ նկարել են, դա հաջողություն է։ Եթե հանրապետության մասշտաբով իրենք այդպիսի թվի հասնեն, դա հաջողություն է։ Այս անգամ բարձ է որ 51 իրենք չեն կարողանալու։ Պիտի փորձեն մոտավորապես 30 քանից իրենք ապահովեն եւ իրենց արբանյակներին ներկայավել։ Ռուսական եվրոպամերներն էլ կան մի 20-30% բանը։ Շատ դժվարությամբ պիտի լինի դա, բռնությամբ պիտի լինի, բայց կլինի։ Դրա համար մենք աշխատում ենք ոչ թե փոփոխություններ, եթե ուզում ենք, ասում ենք, որ նախ պետք է հերացվի այս իշխանությունները նախ պետք է հերացվեն, ժամանակավոր կառավարություն, անցումային փուլ, հետո նոր ընտրություններ։ Եթե ուզում ենք փոփոխություններ լինի, եթե ոչ,
դոփելու ենք դեղում եւ մենք դեսնում ենք այս դոփելու գինի ինչքան թանկ է վճարում։ Այսպես հրամանատար Թրամփից խոսեցիք, այստեղ մեր օկտատերը երկրորդ հարց ունի, ասում է Թրամփը տնտեսական պատերազմ է հայտարարել աշխարհին, չգիտեմ, խառնել է իրար բոլորին, չգիտեմ, հիմա կարող է Իրան-Իսրայել պատերազմը սկսվի, դա կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, դա կարող է Ադրբեջանին հնարավորություն տա ինքն էլ մտնի Հայաստան, դուք ինչ կարծիք եք, հնարավոր է այսպիսի մի բան ընթացք։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ Իրան Միացյալ Նահանգներ փախում պիտի չի լինի, ընդհանրակը այդ գործակցությունը կարծես թե շատ հեռու չի, շուտով ականադեսը կլինենք։ Ընթացքում Իսրայելը փորձելու է բադուհան գտնել եւ հարվածներ հասցնելու թույլտվությունը ստանալ Միացյալ Նահանգներից, բայց առայժմ ընթացքը այդ ուղղությամբ չի գնում։ Իրանցիք լուրջ պետություն է Իրանը, չեմ կարծում, որ հասցնեն դրան։ Շատ ուշավոր քաղաքականություն են վարում։ Այո, եւ մենք գիտենք ինչքան կարեւոր է Իրանի ամբողջականության պահպանումը, գայունությունը մեր համար, ինչքան կարեւոր, բարեբախտաբար, ինչպես ասեցի, կարծես թե զարգացումները գնում են իօգուտ մեզ, այսինքն Իրանը պիտի չի մասնատվի եւ Իրանի նկատմամբ այսպես ասած մասշտաբային ռազմական գործողություններ լինելու հավանականությունը շատ քիչ է, ինչքան էլ որ Իսրայելը ցանկանա։ Այ հիմա մեր մի օկտատերն մի այսպիսի հարց է տալիս, ասում է պարոն Սեֆիլյանը շատ լավատես է, միշտ ասում է, որ Հայաստանի համար բարենպաստ պայմաններ են առաջանում եւ որ ժամանակը ինչքան գնա, մեր համար լավ պայմաններ են առաջանում, բայց պարոն Գասպարյանն էլ ասում է, Վահե Գասպարյանն էլ այսօրվա թե կարծեմ երեկվա իր ուղիղ եթերով ասել է, որ եթե այս տարի Նիկոլից չազատվեցինք, կամ այս տարի կամ երբեք, այսինքն Հայաստանը խնդիր է ունենալու։ Հիմա իր մոտ հարց է առաջացել, ասում է, պարոն Գասպարյանն ասում է, այդքան էլ փաստորեն լավատես չի, ասում է, կամ այս տարի կամ երբեք, բայց պարոն Սեֆիլյանն էլ ասում է, մեր համար շատ լավ հնարավորություններ են բացվում։ Խնդրեմ։ Ես ուզում եմ, որ այս համատեքստում, օրինակ, հա, լավ պայմանները բացվում են, բայց եւ այս տարի պետք է այդ պայմաններից օգտվենք, եթե չօգտվենք, այդ հնարավորությունները կանցնեն։ Ես ճիշտ եմ հասկանում, թե չէ։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Անշուշտ հնարավորություններ, որը հավանականությունը մեծ է, ես տեսնում եմ, այդ պիտի, ինչպես ասեցի, պիտի առիթի պիտի փակ չթողենք, այդ պատճառով Բևերի քոյությունը այնքան կարևոր է, իր Բևերի քաղաքական թիրքավորումը այնքան ճիշտ թիրքավորումը այնքան կարևոր է այս օրերին։ Շատեր նայ մեր աչագիստներից այստեղ էլ ասում են ինչու փողոցում չեն, որովհետև հավանաբար գիտեք, արդեն այս վերջի ամիսներին մեր ժողովրդի մոտ լարումը աննախադեպ է նախորդ տարիներին չի նման։ Օր-օրի այդ լարումը խորանում է եւ մենք այս օրերին բարբերաբար նաեւ հայտնում ենք այն միտքը, որ դանելու է բորտկման։ Այս իմաստով մենք իրավունք չունենք սխալվելու եւ պետք է ճիշտ դիրքավորվենք, որովհետեւ երբ գործընթացը սկսվի փոփոխության, դա կլինի գայձի շնորհիվ թե արտաքին գործոնների շնորհիվ, որովհետեւ ազգային ուժ ինքնուրույն ուժ բևերը իր քոյության շնորհիվ այդ փոփոխությանը պետք է լիցքավորի ինքնիշխանությամբ սույներով, այսպես ասեմ, էլի։ Այսօր մենք գրիվ ենք տալիս անկախ Հայաստանը ստեղծելու, ինքնիշխան Հայաստանը ստեղծելու։ Գլխավոր օրակարգը այս է եւ դեպի այս նպատակը այդ մեր առաջիկա քայլերը այդ նպատակին հասնելու մեկ քայլով կլինի թե 3 քայլով կլինի, կարևոր չի, կարևորը բայց քայլերը լինեն դեպի ճիշտ ուղղությամբ։ Ուզում եմ ասել, այս բոլորը պետք է հասկանան, այնքան կարևոր է ինքնուրույն ուժ, որը չի վերահսկվում աշխարհակաղական որևէ ուժի կողմից, այնքան անհրաժեշտ է, որ այս 30 տարիներին բացակայել է։ Օրինակ
18 թվականին եթե մենք փանդում չլինեինք եւ այսինքն եթե պատկերացրեք հեղափոխությունը իրական լիներ ավելի 23-ին բանդերի տները պետք է բացեին Իհարկե, ոչ թե 2 ամիս հետո։ այո եւ անշուշտ նաեւ բադական չէր որ մեզ ամիսների ընթացքում գամած պաստորեցին դա մտածված էր որովհետեւ չկարողանանք գործընթացների վրա ազդել եւ եթե պատկերացրեք եթե մենք մի անգամից ազատության մեջ լինենք շուտ փորձենք ուժ հավաքել գազམ་ակերպվել ժողովրդի համար ժողովրդի մոտ արդեն խնդիր չունենք հա ժողովրդի շատ լավ գիտեր սասնաձրերը ովքեր են եւ այլն շատ լուրջ կարող ենք գործընթացի վրա ազդել եւ այս հասնենք 20 օրյա ասենք 44 օրյա պատերազմը չլիներ եւ այլն բայց հենց այդ պատճառով մեզ թույլ չտվեցին եւ այլն այսօր մեր ընկերների մի մասը փանդում են մի մասը ծրսում են եւ ի դարբերություն 18 թվականի որը բավական ասենք ոչ կազմակերպված հալածված ընդհանրակ բացարձակ մեծամասնությունը փանդում էջ չէր հիմա Իհարկե Արկածո ինչքան էլ հալածվում ենք ճնշում են այսօր այլ է վիճակը նաև շնորհիվ ցեզ շնորհիվ մեր նաև արդակին դարած աշխատանքը այսօր եթե 18 թվականին Վաշինգտոնում կամ այլ Եվրոպաներում հայտնի չէր որ այսպիսի այո բայկարող ուժ կա այժմ առնվազն այդքանը գիտեն սա շատ կարևոր է միայն իմանալը որ արգա է մի շարժում որը գրիվ է տալիս երկիրը ազատագրելու համար շատ կարևոր է այդ փոփոխության ժամանակ որովհետեւ կարողանանք մեծ ներկայացություն ունենալ թեպի դրական նորից եմ ասում այստեղ շատ լավ է լինի անշուշտ մեր նպատակին մեր պատկերացրած ճանապարհային կարդեսը ինքնիշխանություն ստեղծելու մեր ուզած ծրագրով եւ մեկ քայլով այսպես ասած լինի շատ լավ է լինի մենք պիտի ցկտենք դա բայց կարող են իրերը դասավորվել որ դու այդ նպատակին հասնելու համար 3 քայլով կարողանաս հասնել կամ 2 քայլով կամ դե մեր հակառակորդներն են աշխատում այդպես որ կարևորը բայց անպայման քայլ կատարվի թեպի այդ նպատակը նորից դեղում չդոփենք էս ամբողջ խնդիրը որովհետեւ նաեւ այս օրերին եթե հապջեբություն մենք ցուցաբերենք այդ մանավանդ այս շատ ինչպես ասեմ գարավարելիության իմաստով շատ կոշտ ժամանակներ են ապրում մենք տեսնում ենք Վրաստանում ինչ է կատարվում այո Վրաստանում ընդդիմությունը շատ լուրջ ներուժ ունի բայց այդ շատ լուրջ ներուժով անշուշտ փախման չգնալու պատճառով հետաձգում են սակայն մենք տեսնում ենք այսպես ասած իբրև թե Եվրոպային մոդեցած եւ ժողովրդավար Վրաստանը ինչպիսի բռնություններ է դիմում փաստորեն հազարներով 3-4 հազարի մասին է խոսքը կան այս 2-3 ամսվա ընթացքում որոնց 2-3 հազար դոլարով դուքանել են պատկերացնում եք որովհետև մասնակցել են այսինքն ճանապարհը փակելուն կամ այն ճանապարհը փակելուն կամ որևէ մեկը որ թիմակով փողոց է դուրս գալիս դուքանում են չգիտեմ քանի $100 կամ քանի $1000 սա Վրաստանն է որը այսպեսի բան չի եղել չէ հասկանալի է դե Վրաստանը մեծանից չի առաջ ասած այն է որ նայեք ամենտեղ խաղի գաղները խախտված են որևէ դեղ մարդու իրավունքները խախտվում ժողովրդավարական գարկ է խախտվում ում վեճն է այսօրվա այս փոթորիկի մեջ ում վեճն է Ալիևի ասած ջունգլին է էլի այո այս իմաստով այս ասենք Փաշինյանի նման բադուհասները այս պիտի օգտվեն, ոստիկանական պետությունները պիտի օգտվեն այս հնարավորությունից եւ իրավիճակից այո առաջնահերթորեն իրենց գլխավոր մրցակիցներին փորձեն չեզոքացնել ուստի ես գոհորդորեի մեր աչագիցներին ովքեր որ ամեն օր սպասում են թե բևերը երբ պետք է գետնի վրա ակտիվություն նորից ցույց տա ժողովրդին հրավարանքներ հրավիրի ամեն ինչի ժամանակը գալու է բայց այստեղ ամենակարևորը այն է որ ճիշտ ժամանակին մենք այդ քայլը անենք որովհետեւ չսխալվենք եւ ինչպես ասեցի ոչ միայն չցախողենք այլ նաեւ
այս ուժը պետք է լինի մինչև փոփոխության բահը։ Մենք այնպես չանենք, որ նորից փոփոխություններ լինեն Հայաստանում եւ բևերը նորից ինչ-ինչ պատճառներով չկարողանա ազդել այդ գործընթացների վրա, ինչպես 18 թվականին չկարողացանք ազդել։ Իհարկե։ Հրամանատար, այսպեսի մի հարց են ինձ ուղարկել, այս համախմբման հետ կապված է։ Ես ներողություն, որ ընդհատում եմ, քիչ առաջ Իրանի բահով հավանաբար մոռացանք հիշատակելու, շատ կարևոր բան է տեղի ունեցել այս երկու օրերի ընթացքում։ Իրան-Հայաստան զորավարություններ, համատեղ զորավարություն։ Տեղյակ ես դու, Խաչիկ։ Այո, ես տեղյակ եմ այդ զորավարություններից։ Պարզ է, որ զորավարությունը տեղի է ունենում Մեղրիում, Աքարագում, մեր կողմից Աքարագում, Արաքսի մյուս ափին իրանական կողմն է այդ վարժությունները անում, եւ սրա ավելի շատ ռազմական նշանակություն է, ես այնքան չեմ կարևորում, մասշտաբը, որովհետեւ շատ մեծ չէ, քաղաքական նշանակությունը շատ մեծ է, Ժորժ ջան։ Սա աննախադեպ է, եւ սա եւս փաստարկներից մեկն է, որ Ռուսաստանը գնում է Հայաստանից։ Բայց հրամանատար, այսպեսի մի հարց առաջացավ, լավ։ Շատեր չեն հավատում, որ Ռուսաստանը գնում է, կամ շատեր հույս ունեն, որ Միացյալ Նահանգներ եւ փրկի հեսա Պուտինին, հա, նորից Պուտինը կմնա։ Ես հարաբերությունների երկխոսությունների արդյունքում կարող է Ռուսաստանը մնա այստեղ։ Դա իմ կարծիքը այդպես չէ։ Իմ կարծիքը այն է, որ Ռուսաստանը գնում է տարածաշրջան։ Ռուսին մնալու է։ Անելու են նորից ամբարանալու, բայց ցախողելու են։ Այո։ Գներես որ ընդհատեցի։ Չէ, խնդրեմ, շատ հետաքրքիր է լսելը։ Հիմա հետաքրքիր է, ասենք, ասենք մեր կողմից, որ այդ զորավարություններին մասնակցել են։ Բալիևը Նիկոլին չի ասել, այդ ես քեզ թույլ եմ տվել, որ դու այնտեղ զորք ուղարկես պարսիկների հետ ինչ-որ բաներ անեն։ Հետաքրքիր է, էլի, չէ՞։ Այդ զորքի պարսիկները զորում են։ Շուտվանից Նիկոլի ցերքից վերցված է մեր երկրում։ Մեր երկիրը այսօր կառավարվում է արտաքին տարբեր կենտրոններից եւ կենտրոնները որ ժամանակում ավելի ուժեղ է ճնշում, այդ ծրագիրն էլ առաջ է գնում։ Այստեղ Նիկոլը ոչ մի առնչություն չունի այդ զորավարության հետ։ Ոչ մի առնչություն չունի Եվրոթիդորտների ներկայության հետ, որոնք միջալոց վերջերս եւս ուրախություն բոլորիս բարեգության քանակը շուրջօրյա շատ բազմապատկել են, այսպես կարելի է ասել, էլի, հսկողությունը։ Ինչպես տեսնում եք, այստեղ հակառակը Նիկոլը փորձում էր ենթարկվել եւ Եվրոթիդորտների օր առաջ այստեղից դրացնելու աշխատանքին եւ ինչու՞ չէ նաեւ առավել եւս նա այս զորավարժությանը երբեք չէր համարձակվի իր այսպես նույնչափ այսպեսի բան լինել։ Նա սա արտաքին բարդատրանքի արդյունք է, որը իօգուտ մեզ է, ինչպես մենք այս վերջի 2-3 տարիներին հաճախ ասում ենք, որ եթե արտաքին աշխարհակահական զարգացումների դասավորումը իօգուտ մեզ չլիներ, այսօրվա Հայաստանը շատ վատ վիճակի մեջ կլինեինք։ Պարոն Սեփիլյան, մի հարց եմ, այս հարցը ուզում եմ, որ իսկապես անդրադառնամ։ Այս համախմբվելու հետ է կապված եւ հարցնողն ասում է, ձեր քաղաքական թիմը ասում է, որ անցյալին քաղաքական գնահատական է տրվելու եւ համապատասխան գործողություն է արվելու, այսինքն ով ճանաչվի հանցագործ, որի պատասխանատվության ենթարկվի։ Ասում է, եթե դուք քաղաքական գնահատական տակ անցյալին, բացի ձեզանից մնացածը նախկիններ ներկաներ իշխանություն են եղել, խնդիրների մեջ են գնելու։ Հիմա եթե դուք ուզում եք անցյալին քաղաքական գնահատական տակ, ձեր հետ ելով կմիավորվի, եթե նախկինները խնդիր ունեն, ներկաներն էլ խնդիր ունեն, եթե ներկաներն էլ պարապվեն, էլի ձեր կողմը չեն գալու։ Այսինքն ավտոմատ դուք մենակ եք մնում։ Ասում եք կարող է խաբեք, իր բառերն եմ ասում։ Քաղաքական մանիպուլյացիա անեք, դուք երբեք չեք անում։ Խաբեք, ասեք, չենք քաղաքական գնահատական չենք տա, որ մեզ օգնեն իշխանության գանք, հետո հերները կանիցենք, հա, տնավարի հարցը ձևակերպեմ, այսպես։ Հարցը այսպես է տալիս։ Չի խանգարում միավորմանը Նիկոլի դեմ։ Ձեր այդ հայտարարությունը, որ անցյալի մոտ քաղաքական գնահատական տրվի։ Օրինակ դուք ինչպես կպատասխանեիք այս հարցին։
Ես այստեղ որ ասեցի, չարաջ որ խոսում էի, մենք մեր նպատակին կարող ենք հասնել մեկ քայլով կամ մի քանի քայլերով։ Մեկ քայլը ես մասնավորապես այս դեպքում նկատի ունեմ այն, որ ասենք Փևերը ինքը ունի իր անցումային ծրագիրը եւ Փևերն է վերցնում իշխանությունը, ժամանակավոր կառավարությունը Փևերն է կառավարում, ինքը իրականացնում իր ծրագիրը եւ ավարտին արտահայտ ընտրություններով նոր ձևավորում է ագդեվի 1 տարի, 1.5 տարի կամ 2 տարի եւ այլն, դե բոլոր սցենարներն էլ կան տարբերակներից որևէ մեկը։ Սա մի տարբերակ, եթե Փևերի ուժը բադի, բարձր է որ մենք մեր ցանկությունը կլիներ այս սցենարով, բայց ես պիտի նաեւ իրադես լինենք, որ հասկանանք, որ այսօր տեսնում ենք, որ մեր ուժը առանցին հավանականությունը ես չեմ բացառում, պիտի չբացառենք, որովհետև կարող է բադայի որևէ ժամանակ որևէ գայձի արդյունքում ալիք բարձրանա եւ մենք կարողանանք ճիշտ դիրքավորվել եւ ժողովրդի հետ միասին հասնել այդ մեղը։ Դա մնում է օրակարգում, բայց մենք պիտի նաեւ մի քանի այլ հնարավորություն, եթե մեր ուժը չի բադում, ասենք, ապա պիտի բարձր է որ իմ կարծիքով այժմ որևէ հետևյալն է իմ կարծիքը, այսօր հայկական կյանքեն ներս որևէ ուժ առողջ ուժերի մասին չի խոսքը, ժողովուրդ ջան, միջայլոց առողջ ուժերի, ասենք առողջ մտածող շրջանակների մասին է խոսքը, ոչ թե նախկիների մասին ես չեմ խոսում։ Նախկիները մեր դրամապանությամբ պիտի բացառել, նախկին ներկան պիտի բացառել այսօր հետ որը մոդիկ թողնվի երկրի կառավարմանը։ Մենք խոսում ենք կորզակցությունը շրջանակների հետ, որոնք ասեցինք այդ նախկին ներկայից դուրս են, այստեղ որպես հայտնի գազագերբություններ տրանսիտիվը շատ չի բնականաբար, բայց շրջանակներ, անհատներ կան եւ մենք որ ասում ենք այս վիճակից դուրս գալու համար Փևերի եւ որևէ մեկ ուժ հնարավոր չէ միայնակ այս ջահեջից դուրս բերել երկրի մեր այս վիճակը, սա փաստ է։ Եթե մենք այսօր Փևերը ունենար այդ հնարավորությունը, այդ քայլը կգնար, այսինքն այսօր եթե լիներ ազգային, ինչպես ասում են, ազգային բուրժուազիա, այսինքն եթե լիներ այդ շերտը հայ մեծահարուստների, որոնք խնդիր դրած պետք է լինեին ձևավորելու ազգային ընտրանի, խնդիր դրած լինեին ստեղծելու ազգային պետություն, այդ ժամանակ Մանթաշյաններ եւ աճակցեին Փևերին, այդ ժամանակ մենք հաստատ հանկիստ ես վստահեցնում եմ ձեզ շատ ավելի կարճ ժամանակում միջև արդեն հասած կլինենք 10 տարի առաջ հասած կլինենք պատկերացրեք այս ամենի մասին մենք 20 տարի առաջ ենք սկսել խոսել մոտավորապես 10 տարի առաջ հասած կլինենք բայց քանի որ ամենացավալին այն է որ երբ որ մենք ազգագրական պայքար մղող ուժը չունի գլխավոր թիկունք, այսինքն այդ ազգային բուրժուազիա գոյություն չունի այսօր հայկական կյանքի ազգային բուրժուազիա չկա, եթե չկա այդ բուրժուազիան ապա ինչ ազգային ազգագրական պայքար մղողը ինչպես պետք է նրան հովանավոր լինի մեր բուրժուազիան այստեղ մենք մեր խնդիրը հետևյալ մենք հասկանում ենք այս պայքարի մեջ մտել ենք մենք այդ գիտակցել ենք 15 տարի առաջ էլ 10 տարի առաջ որ շատ դժվար է լինելու հարածվելու ենք թույլ չեն տալու հնարավոր չի լինելու բայց մենք ջահը վարել ենք ցույց ենք տվել որ պիտի պայքարել ինքնիշխան պետություն ստեղծելու համար եւ բարբերաբար այսինքն մեզ հաջողվել է այնպիսի քայլեր կատարել որ հայ ժողովրդի մեջ հոգում մտքում ցնցումներ առաջացել դա Փևերին կամ դրանից առաջ մեր նախաձեռնություններին սասրերով լինի կամ դրանից առաջ մեզ հաջողվել է եւ այդ անկախության համար պայքար մղող շերտը ըստ էության մենք չենք թողել որ այդ շերտը զորացրվի այդ շերտը արգա է այսինքն մեր պայքարի արդյունքում այդ շերտը գա միավորված չի միասնական չի բայց այդ շերտը գա ինչ եմ ուզում ասեմ որ հարցին պատասխանելով այս օրերին հստակ մենք հիմա այդ փորձի մեջ ենք Փևերը ինքիր ներուժով եւ դարբեր շրջանակներ կամ նաեւ անհատներ ես շեշտում եմ անհատներ բազմաթիվ անհատներ կան որոնք կարող են այս գործընթացին օգնել
Հիմա դրանից մի մասը քաղաքական հավակնություններ չունի կամ չի ուզում քաղաքական բերի դակ մտնել ցավալիորեն, որովհետև ինչքան շատ մարդիկ լինեն բերի դակ մտնելու ունակություն ունեն, այդքան ճիշտ։ Հիմա այդ ներուժը իմի բերելով ենք մենք փորձում զբաղվել եւ միջև ճիշտ բահը կա, որ արդեն ժողովրդի մոտ էս լարումը ուշտե շուտ այդ բորտկումը կամ ինչ որ այլ բաներ պիտի դեղի ունենան։ Եվ ինչքան միջև այդ մենք ավելի շուտ կարողանանք դեգուզ կուլիսներում գազագերբված լինել, բացի բևերից նաև շատ անհատների եւ շրջանակների հետ, որովհետեւ երբ այդ բահակա ժողովրդային ապստամբության ասենք, ժողովրդային իմպոստության ասենք, բորտկման ասենք, որ այդ ամեն ինչը դանենք ճիշտ ուղղությամբ, որովհետեւ եթե այսպիսի ազգային համախմբում չլինի մեր երկրում, այդ փոփոխությունը ուղղորդելու է օդարը, այստեղ եւ խոսքը մարդկանց նորից վերի բարձ է որ հա ռուսն ու թուրքը հա ռուսը թուլանում է, թուրքը փորձելու է իր վերարտադրվել Նիկոլայի կամ Նիկոլա նման գործիչների շնորհիվ, բայց նույնիսկ եթե ռուսն ու թուրքը ցախողում են, այլ պետություններ պիտի հաջողություն ունենան, եթե դա բովանդակություն եթե ազգային չի լինելու ումա պետք։ Հասկանում եք, մենք չենք մեր նպատակը մեր երկիրը ազատագրել մի համագարկից այլ համագարկի մեջ դեղավորելու մեջ չի մեր նպատակը։ Մեր նպատակը հա զավթիչ համագարկից ազատագրելն է մեր երկիրը եւ ինքնիշխան անկախ պետությունը ստեղծելն է, որը 30 տարվա մեջ դակավի մեծ չի հաջողվել։ Կհաջողվի։ Հա, գուզեմ ասել, որ գա ամփոփելով գա մի սցենարը, որ բևերը միայն առանցին կարող է, տեսականորեն այդ սցենարը գա միսը, որ ես կարծում եմ ավելի իրադեսականը, որ ոչ միայն բևերը առանցին, այլ բազմաթիվ գործիչներ, անհատներ, շրջանակներ պիտի կարողանան հստակ օրակարգի շուրջ գործակցել եւ որի արդյունքում նախկինն ու ներկան պիտի հերու մնան այս ամբողջ ամեն ինչից։ Ինչ որ շրջանակներ այսպես ասած այդ շրջանակներից կարող են նեցուկ կանգնել, ինչ որ բան օգտակար կարող են լինել, թող օգտակար լինեն, բայց թող չի համարձակվեն այլևս ասենք ժողովուրդ առաջնորդել, առավել եւս հավակնություններ ցույց տալու նորից մեր երկիրը կառավարելու։ Այս իմաստով պատահական չի եղել, որ ասենք 21 թվականին հիշում եք մեր նաև հա ոչ նախքին ոչ ներկա ազգային ապակա այդ լոզունգը ուժի մեջ է եւ որևէ ժամանակ որ մենք ինտիմատիր որևէ շրջանակի հետ եթե կորզակցում ենք հստակ օրակարգի շուրջ, դա չի նշանակում որ մենք մեր այդ ծրագրից հրաժարվել կամ այդ պունկտից հրաժարվել ենք։ Մենք նույնիսկ կարող է սկսել կորզակցել, հետո հասնելու այդ նպատակին, բացատրելով որ ճիշտ այդպեսին է։ Չի լինում, արդեն կորզակցություն չի լինում։ Ինչպես որ մենք այդ փորձը ունենք սրբազան շարժման հետ կորզակցելուց եւ սրբազան շարժման փորձը պիտի նմեզի նաեւ տաս լինի, հա այնտեղի եւ թերությունները եւ նաեւ դրական այնտեղ փորձ կա, այդ փորձը իհարկե չի շարժում, չի գործում։ Մանավանդ որ այդ փորձը մոդիկ անցյալում է, դա շատ դակավին դակ է։ Այսօր որևէ նոր համախմբում, որ հիմա մենք մեջն ենք այս գործընթացների, այնքան փաստարկված են արդեն մեր բնդումները։ Շատ ավելի ուժեղ է արդեն մեր թիրքը, գուզեմ ասել, առաջիկա ժամանակներում որևէ համախմբում որ լինելու է, արդեն նախկինի նման չէ, որ մենք ասենք ազատ վիճակ էինք թողել, ընդամենը ասել էինք գաչակցենք, հարց չկա, միանակ գնացեք, հաջողության ասեք, այդպես չի լինելու այսուհետ մեր մարտավարությունը այլ է լինելու, գկա ժամանակը կխոսենք այդ մասին։ Շնորհակալություն հրամանատար, նոր հարց ստացա, երևի լսեցին, որ Հայաստան-Պարսկաստան զորավարժության մասին երբ որ ասեցիք, դե քչերը գիտեն այդ մասին եւ այսպես մեկը անհանգստացած հարցնում է, ասում է եթե Պարսկաստանի զորավարժությունը անում Հայաստանը կարող է Ամերիկան այսպես խանդի տեսարան դառնալ, չէ՞ որ Իսրայելը հակապարսկական
այսպեսի բան ունի եւ նաեւ կարողանում է համագործակցել ԱՄՆ-ի հետ, կարող է ԱՄՆ մեզ այդ Պարսկաստանի ձորավարության համար մեր հանդեպ կոշտ դիրքորոշում կամ ադրբեջանամետ, այսինքն դիրք բռնի այս երևույթը տեսնելով ըստ ձեզ հնարավոր է նման բան։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եթե համամիտ չլներ այս զորավարության, դա դեղի չէր ունենա։ Կարճ եւ կոնկրետ։ Շատ լավ է, իսկապես դա այդպես է։ Երևանում Իրանի քաղաքացի, իրանցի մի կորձիչ կա, որը Փույա Հուսեյնի, Փույա, անունը Փույա է, պարոն Փույա Հուսեյնի, որը երկար ժամանակ Երևանում է ապրում եւ Facebook-ով ինքը բան է, ակտիվ է, բարբերաբար իրանյան պետական քարոզչական, այսպես ասած, դեղեցույթի դարածմանը օգնողի թերում է հայերենով։ Մենք նաև ճանաչում ենք Փույային, բարբերաբար շփվել ենք, մեր գրասենյակ եկել գնացել է, մեր մեդիայում հյուր է եղել նաև զորավարության արդիվ 3 մի պատկեր էր հրապարակել, պատկերավոր հայկական բանակից մի զինվորական, իրանական զինվորական, այնտեղ կարճ մի մեկ նախադասությամբ ասելով, որ իրանյան արույցը եւ հայկական արձիվը ոչ մի ոտնսուկություն թույլ չեն դա Հայաստանի նկատմամբ մոտավորապես այսպիսի բան։ Շատ լավ է։ Պարոն Սեփիլյան, մեր օգտատերից մեկն էլ ասում է, այս իշխանությունները բան են անում, էլեկտրոնային նամակներ են, ծանոթություններ էլեկտրոնային զինակոչի կամ չգիտեմ, երբ որ բան են մարդկանց արտահայտ հրավիրում են բանակում են ամսեական հավաքներին, ասում էլեկտրոնային են ուղարկում եւ ժողովրդի մոտ ասում տղամարդկանց մոտ խժդժություն է առաջացել, մարդը չի կարողանում հետևի, չի իմանում, հետո խնդիրներ են առաջանում, ասում է, իշխանությունները նման խնդիրների առաջ են կանգնացրել ժողովրդին, ասում է, երբ որ դուք եք իշխանության ու ազգ բանակ ծրագիրը գործի դնեք, դուք նույնպես այս ամենից sense էլեկտրոնային մեթոդով եք ժողովրդի հետ շփվելու, որ ասեք խառնաշփոթ առաջանական, չգիտեմ ինչ առաջանա, եւ ազգ բանակից երևի ժողովրդին պետք է ասենք Ժորժ ջան, որ ասում ենք ազգ բանակ չի նշանակում, հենց Բևեռնեկավ իշխանության բոլորս դառնալով զինվորական զենքը վերցնենք, գնանք սահմանին կանգնենք։ Մարդկանց մոտ մտել է, երևի մարդիկ մտածում են, հենց ասում ենք ազգ բանակ, ասում են այս մարդիկ կամ իշխանության պետք է բոլորս քշեն բանակ։ Կարող է այդպես են հասկանում։ Մարդիկ կան, չէ՞, պրիմիտիվ դատողության։ Մի փոքր էս փակագիծներ բացենք, էլի, եւ այդ էլեկտրոնային ծանոթությունը ասում եմ, վատ ազդեցություն է թողել մարդիկ այս աբիգարությունները, որ լինում են, դրանց մի մասը կարող ենք ասել, որ մտադրված չէ, մի մասն էլ միտումնավոր է։ Նաև իմ կարծիքը հետևյալն է, որ նոյեմբեր 9-ից հետո 2020 թվականի, եթե մեր պոտենցիալ դաշնակիցների միջամտությունը չլիներ, Նիկոլյան իշխանությունները պատրաստվում էին հայկական բանակը լուծարելու։ Այսօր հայկական բանակը ընդամենը ինչ-որ սահմանաբահ ծառայություն եւ ուրջացված ոստիկանություն, ոստիկանական զորքեր։ Սա է նպատակը։ Դրանց նպատակը դա է։ Եվ շնորհիվ մեր պոտենցիալ դաշնակիցները այսօր Հայաստան բանակը արգա է։ Եվ ես որ ասում մտադրված է անգազմագերվածությունը, որ կա, դա ծառայում է նրան, որովհետեւ մարդիկ բանակային ծառայություն հասկացողությունից բան, այսպես ասած, վարգապեգեն, մարդիկ հոգեպես հերանան այդ ամեն ինչից։ Այդ աշխատանքը գնում է, իսկ մի զուգահեռաբար նաև որ սրանք աբիգար են նաև լուրջ որևէ բան կազմակերպել չգիտեն, դա էլ է փաստ։ Դա դրան է վերաբերում, ինչ վերաբերում է ազգ բանակին կամ առասարակ մեր նկատմամբ այդ քարոզությունը, որ կա, որ մենք եթե լինենք պատերազմ կլինի, նախ բոլորը պիտի հասկանան, որ եթե ուզում ենք խաղաղություն լինի, պետք է պատրաստվենք պատերազմի։ Ինչքան պատրաստ լինես պատերազմ վարելու, այդքան խաղաղությունը կհեռանա, ժողովուրդ ջան, սա աքսիոմա է, նոր բան չենք ասում, սա եթե 15 տարի
Գլուխ չի դնում, իհարկե։ 15 դարաճ ասում ենք, 20 դարաճ ասում ենք, 10 դարաճ ասում ենք, մեզ մեղադրում էին, որ մենք մի ուժ ենք, որ մենք ռազմականացնել մեր երկիրը, թուք եւ այլն։ Ասենք այդ քննադատությունը նաեւ գալիս էր այնպիսի շրջանակներից, որոնք իրենք արևմուտամետ էին, եվրոպամետ էին, այսօր տեսնում ենք, չէ, Եվրոպան ինչա դառնում, հենց այդ կոնֆորմիստ Եվրոպան տեսնում ենք, չէ, ինչ է դառնալու, ինչպես է ռազմականանալու, ոտից գլուխ զինվելու, տեսնում ենք, չէ, մենք բայց այդ մասին 15 դարաճ ենք խոսում, այսինքն այն Եվրոպան, որ կարծում է, որ այլևս պատերազմներ չի լինելու, տեսանք ինչ եղավ, այսինքն առավել եւս մենք մեր դակավին Եվրոպան շատ ավելի, այսպես ասած, բարենպաստ քիչ հավանական վտանգի տարածքում է երկրագնդի հատվածում գտնվում ի դարբերություն մեր երկրի։ Մենք դատապարտված ենք ազգանակ լինելու, եթե ուզում ենք չվերանալ սկսելու համար։ Իսկ ինչ վերաբերում եթե ուզում ենք պատերազմը հետաձգել, պատերազմ այս երկրագնդու մեջ ենք դակավին մենք ապրում, բոլորը պիտի հասկանան, որ դակավին մարդկությունը չի հասել այն մակարդակի, որ հարցերը առանց ուժի պիտի լուծվեն, ցավոք։ Ուստի եթե այդպես է, ուրեմն մենք պիտի ուժ հավաքենք, չէ՞։ Եթե մենք ուժականություն չունենանք, ոչ մի լուրջ քաղաքականություն չենք կարող վարել։ Եթե մենք ուժ չունենանք, այդ մեր հերանեկարային ծրագրերը, որ ունենք, այսօր խոսել ենք, խոսում ենք եւ միշտ պիտի խոսենք, դրանք կմնան թղթի վրա, Ժորժ ջան։ Եթե դու ուժ չունես, նաեւ իրավական հարթակում դու չես կարող հաջողություններ ցերկ բերել։ Իրավական հարթակում շատ կարեւոր է, որ դու քո փաստարկումները քո իրավունքների է, շատ կարեւոր է, բայց եթե դու դրա զուգահեռ դու ուժ չունես, այս աշխարհում քեզ լսող չկա։ Մանավանդ առաջիկա տասնամյակները, Ժորժ ջան։ Դե հենց այնպես չեն ասել ուժն է ծնում իրավունք։ Այո, ասենք դարբեր ժամանակներ ունի, ես ասենք կարելի է երկար ժամանակ նաև ասենք ավելի եթե պիտի փորձենք փիլիսոփայել, խորքի մեջ իրավունքի գիտակցումն է ծնում ուժը։ Խորքի մեջ այդպեսին է, բայց քանի որ նժդեհներից մենք նժդեհյան ժառանգությունից մենք հիշում ենք, չէ՞, նժդեհը ասում է ուժն է ծնում իրավունքը, բարձ է, ինչ ժամանակներում է ասել դա։ Հիմա նորից նույնանման ժամանակներ են գալու։ Այսօր եւս ուժն է ծնում իրավունքը, հա, խնդրեմ։ Ասա այսեն ինչ ասեմ, ամենալիբերալ, ամենակոնֆորմիստ, պասիֆիստ երկրի ղեկավարները արդեն անցել են այս օրագարկի։ Ուզում առավել եւս մեր նման պետություններում, որոնք դատապարտված են կառավարման իմաստով վերածվելու ազգային պետությունների եւ ազգբանակ համագարկի ձևավորման ամեն ազգ իր առանձնահատկություններով իր այսպես ասած ուրույն ծրագրերով եւ ես կարծում եմ որ եթե ժամանակին մենք այս ամենի ինչի ասում ենք խոսում ենք ընկալելի չենք բայց այժմ շատ ավելի ընկալելի ենք կամ նույն 18 թվի ընդրություններն էր չէ Սասնաձրերի անվամբ ենք մենք մասնակցում 18 թվականի դեկտեմբերի ընդրություն այդ ժամանակ կառավարությունը ասենք Նիկոլյան կառավարությունը մեր վրա այն էր որ հիմնականում մեզ փորձեցին մղել դուրս ասելով որ այս մարտիկ եթե լինեն պատերազմը լինելու գլխավոր ասենք մեր ցակցի այդ ժամանակ մրցակցի ցավոք այդ ժամանակ չգիտենք որ դժնամի է այդ ժամանակվա մրցակցի գլխավոր բանը քարոշչական իրենց թիրախը որ մեր նկատմամբ ընդրել էին դա էր եւ ժողովուրդը շատ լավ աշխատեց եթե Սասնաձրերը լինեն պատերազմ լինելու հիմա սիրելի ժողովուրդ Սասնաձրերը չեղան խորհրդարան չմտան տեսակ ինչ եղավ ասել բանտարկվեցին պատերազմ չի Որոշ ագանադես եղան ինչ եղավ մենք հագարակն էինք այդ ժամանակ ասում այսօր 18 թվականի մեր ելույթները որ վերադառնանք լսենք հագարակն էինք ասում հա հագարակն էինք
որ եթե մեր նման ուժ լինի ազգային ժողովուրդ թույլ չի տա որ լինի եւ այլն եւ այլն։ Իհարկե։ Շատ հարցերում մենք պիտի բարդացրենք եւ պատկերացրեք մենք 18 թվականից լինենք ազգային ժողովում եւ այս ապազգային իշխանությունները արդեն իրենց ուղղությունը բռնեն պրո թուրքական ոչ միայն ռուսական նաեւ թուրքական մենք խորհրդանում լինելով ինչքան հեշտ կլիներ ժողովրդի մոբիլիզացնել, չէ՞։ Միանշանակ։ Եվ գանխվեր պատերազմը 44 օրվա պատերազմ գանխվեր սիրելի ժողովուրդ, եթե սասնաձրերը օրին մուտք գործեն ազգային։ Այո։ Ես մի արտահայտություն եմ ուզում անել, այդ քիչ առաջ դուք ասացիք, դե մենք 18 թվին, 15 թվին դրանից առաջ երբ որ ծառայապատ շարժում էր, դուք ասում եք բաներ, որոնք հիմա տեղի են ունեցել, այսինքն մեր քաղաքական թիմը ժողովրդից 10 տարի, 15 տարի առաջ է, մեր ժողովուրդը հետո է 15 տարի հետո է հասկանում թե Սասնատուրը կամ Բեղերը կամ Սարդարապատ շարժումն ինչ էր ասում։ Ես հենց նոր արդեն հասկացա, որ ոչ միայն մեր ժողովուրդն է Բեղերից հետ, անգամ եվրոպացիներն են Բեղերից հետ մնացել։ Եթե եվրոպացիները 15 տարի առաջ ձեզ լսեին, ասենք կամ 10 տարի առաջ կամ թեկուզ 5 տարի առաջ մեզ լսեին, որ իմանային որ Ռուսաստանի հետ ինչ պետք է տեղի ունենա, հետո ագրեսիան ինչպես է ազդելու Եվրոպայի վրա, իրենք էլ ժամանակից շուտ ինչ-որ բանի կնախապատրաստվեին։ Ես հիմա հասկանում եմ, որ մեր քաղաքական թիմը ընդհանրապես համաշխարհային վերլուծական առումով մենք իսկապես շատ առաջ ենք, նույնիսկ շատ զարգացած երկրների քաղաքական դիրքորոշումներ իմիջիայլոց նաև շնորհիվ ձեզ, պարոն Պապյանի եւ Բևերի խորհրդի եւ ոչ խորհրդի անդամների։ Պարոն Սեֆիլյան, եւ եզրափակելու համար մեր եթերը այսպեսի մի հարց Արցախի այս հիմի որ նոր ձևավորված շարժման երիտասարդներ են կարծեմ կառավարում կամ ուղղորդում մեր Բևերի խորհրդի անդամները հանդիպել են, այսպեսի մի հարց է առաջանում, Արցախի նախագահ ասածը կամ այդ կառավարությունը ասածը, էլ չկան այդ երիտասարդներն են Արցախով զբաղվում, թե դրանք կան, չեն հետաքրքրվում այդ երիտասարդներն են զբաղվում, որոնց հետ մերոնք հանդիպել են։ Այսպեսի մի հարց։ Շատ լավ պիտի լինի, որ այդ նախագահ գոչեցյալները ընդհանրապես արենայից հեռանան, իրենք ընդհանրապես չզբաղվեն, մենք գիտենք դրանց զբաղվելու պատճառով Արցախնից ինչ եղավ։ Այո, ինչքան երիտասարդներ լինեն, նոր դեմքեր լինեն, ինքնուրույն անձնավորություններ լինեն, այդքան ընթացքը պայքարի, հիմա առայժմ նրանց բանջները սոցիալական են, ինչ չէ նաև մի մասը քաղաքական կարելի ասել, Արցախ վերադառնալու խնդիրը օրակարգում է։ Դա ճիշտ է, մենք երբեք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ Արցախը կառավարող եւ Արցախը այս օրին հասցնող որևէ շրջանակների կամ անհատների հետ։ Դրանք ընդհանրապես պիտի արենայից դուրս գան։ Այստեղ նամիջայլոց դերգաստեմ ցես որ արցախցիների հասարակ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը շատ խիստ է գնահատում շատ զայրույթով է լցված Արցախի ղեկավարության նկատմամբ միջայլոց։ Եթե շատեր կարծում են, որ արցախցիները այսօր լսում են այդ հայտնի կլանին, քոչարանական, սերժական եւ այլն, այդպես չէ։ Ժողովրդի մեծ մասը նրանց տեսնել չի։ Շատ լավ է։ Դրա համար այս երիտասարդները պիտի վստահ են, որ դրանք գիտակցում են եւ ովքեր որ ազնիվ մղումով են լցված, պիտի ճիշտ փորձեն քայլեր անել եւ ինչպես երեք մենք դակավին չենք հասցրել ամփոփել հանդիպում, բայց ուղի եթերով վստահաբար լսեցիք, ինչպես մեր ընկերները ասեցին, արդեն որպես դարեց ընկերներ մոտեցել են երիտասարդներին եւ իրենց փորձը փոխանցելու խորհուրդները դրամատրելու պատրաստակամությամբ շատ կարևոր է։ Եղիշներ, եթե չեմ սխալվում, կամ Կարեկիններ ասեց, որ 88-ին օրինակ այդ պատասխանատվություն վերցնող երիտասարդներին, եթե փորձ ունեցող տարեցներ լինեին եւ այդ հուշումը լիներ, հավանաբար այսօր մեր երկրի
անկախություն ցերկ բերելու ընթացքը այլ կլիներ հավանաբար։ Բարեբախտաբար այսօր բևերի նման ուժ կա եւ այդ որևէ երիտասարդություն եթե ուզում է ճիշտ բայկար մղել եւ ազատագրել մեր երկիրը, այս իմաստով մեր փորձը շատ արժեքավոր է։ Եվ մենք առաջնահերթորեն հանդիպումը նաեւ նրա համար էր, որ հայտնենք իրենց մեր պատրաստականությունը եւ միշտ նաեւ բացատրել, որ պիտի այս փորձից օգտվել։ Դրա համար երեք այդ հանդիպումը տեղի է ունեցել եւ եթե երիտասարդությունը կարողանա ինքնուրույն որոշել իր քայլերը եւ ցերպազատվի նախկինների բարդատրանքներից կամ գիտեմ ուղղորդումներ շատ կլինի եւ մեր բայկարը մեր օրագարկը, որ ունենք մեր քաղաքական օրագարկը, վերջերս այդ հարցում կսկսի գործակցել։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան, եթե ավելացնելու կամ Արցախահայությանը կամ համայն հայությանը, որտեղ Արցախի հարցը դա հայոց հարցի մի մասնիկն է։ Այո, Արցախահայությանը, այսինքն հրաբարակային մենք բարբերաբար մեր խոսքը ուղղում ենք իրենք էլ նոր բան չեմ ասում, երբ ասում եմ, երբ ասեմ հիմա, որ այս իշխանությունները ունեն որոշում այնպիսի սոցիալական քաղաքականություն վարել մեր հայրենակիցների նկատմամբ, արցախցիների նկատմամբ, որովհետեւ նրանք շուտ լքեն Հայաստանը։ Նրանց նպատակը դա է։ Ուստի այս խնդիրը միայն սոցիալական բանջար առաջ մղելով մենք ոչ մի արդյունքի չենք հասնի։ Հակ մի օրինակ տամ, երկար տարիներ Արցախը, ասենք, մինչև 20 թվական, դրանից հետո նույնպես ամեն տարի Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ բյուջե դրամատրում։ Կարծեմ 100 միլիոն դոլար տարեկան, չէ՞։ Թվերը կարող է այս բան կարող ասեմ, բայց շատ լուրջ թվերի մասին է խոսքը։ Ամեն տարի։ Եվ հիմա Արցախը գոյություն չունի։ Այդ հատկացումը, որ արվում էր ամեն տարի Արցախին, այդ հատկացումը, որ այսօր մեր հայրենակիցներին սոցիալական հարցեր, այսինքն դեղավորելու, կացարաններ եւ այլն, դրամատրվի հանգիստ կլուծվի, չէ՞ այդ խնդիրը։ Իհարկե, Հայաստանը ունեցել է հնարավորություն ամեն տարի բյուջեով շատ լուրջ գումար դրամատրել Արցախին, այսօր Արցախ չկա։ Ուր է այդ գումարը։ Գումարը կա, ինչ չեն դրամատրում, որ ոչ մի Արցախյանը ո՞նց պարգևաճառ ստանա։ Բարձ է, գործ ունենք այսօր բան թուրքական, թուրքայենթագա իշխանությունների հետ։ Ուստի արցախցիները վստահ եմ նաև մեզ լավ գիտեն, որ օր առաջ պետք է ուղղվել դեպի քաղաքական բայկարի, ազատագրական բայկարի եւ ոչ միայն խնդիրը Փաշինյան հերացնելն է։ Փաշինյան հերացնել եւ նպատակը պիտի լինի ազգային իշխանություն ձևավորել, նպատակը պիտի լինի ազգային պետություն ստեղծել։ Մինչեւ ազգային պետության հիմքերը չդրվի, մենք Արցախ չենք կարող վերադառնալ։ Իսկ Արցախ վերադառնալու Հայաստան չի կարող մնալ։ Առանց Արցախի Հայաստան գոյություն չի կարող ունենալ։ Ինչը նաև առանց Նախիջևանի նաև այսքան։ Իհարկե, շնորհակալություն, պարոն Սեֆիլյան, սիրելի հանրություն, հնարավորինս ձեր բոլոր հարցերը տվեցինք պարոն Սեֆիլյանին եւ ինչպես մեր հերոս Լեոնիդ Ալգազյանն էր ասում, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շնորհակալություն պարոն Սեֆիլյան, ստեղծություն, միշտ նոր հանդիպում։ Վերջում